Երևի շատերը ձեզ այնց ասում են, որ ահա շուտով ամանոր է, բայց ամանորյա տրամադրություն չկա։ Մենք ձեզ համար ենք պատրաստել այս տեսանյութը։ Թոփինգ ամանորյա ֆիլմեր։ Թոփում չեն լինի այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են Տանը մենակը կամ Ճակատագրի հեգնանքը, որոնք արդեն դուք տեսել եք վաղուց եւ շատ անգամներ։ Դե ինչ, սկսեցինք։ Հինգերորդ հորիզոնական Վատ Սանտա։ Ֆիլմի գլխավոր հերոս Վիլին, որը կնամոլ եւ ալկոգոլիկ էր, իր ընկերոջ հետ ամեն տարի աշխատում էր առևտրի կենտրոնում, իսկ հետո թալանում էին։ Իսկ թալված գումարը նրանց հերիքում էր ամբողջ տարվա ուտելիքի համար։ Ստացվում է այնպես, որ ամանորյա գողության օրերից մեկում Վիլին տեսնում է միջաղլիկ երեխա, ով որոշում է հետևել նրան։ Իսկ թե ինչ արկածներ է լինում կիմանաք ֆիլմը դիտելուց հետո։ Ֆիլմը խորհուրդ է տրվում դիտել ընկերների հետ միասին։ У меня перерыв обеденный, ясно? Она не настоящая? Была настоящая, но я заболел и все волосы выпали. А как ты заболел? Полюбил женщину, которая меня заразила. Миссис Санту? Нет, ее сестру. Չորրորդ հորիզոնական Գրինչ։ Մի օր հեքիաթային քաղաքում, որտեղ շատ են սիրում նշել ամանորը, ծնվում է մի կանաչ ժառարած, որի անունն է Գրինչ։ Դպրոցական տարիքում ամանորին նրան այնպես են նեղացնում, որ նա որոշում է հեռանալ քաղաքից եւ ապրել մի բարձր ժայռի վրա իր միակ ընկերոջ Մաքսի հետ, որը ի դեպ շուն է։ Գրինչը տանել չէր կարողանում ամանորը եւ դրա համար որոշում է ամանորին խանգարել քաղաքի բնակիչներին։ Գիտեք, շատերը չեն սիրում այս ֆիլմը, բայց չեմ հասկանում ինչ թե ինչու։ Երևի այսպիսի դեմքերով մարդկանց համար այս ֆիլմը նույնպես խորհուրդ է տրվում դիտել ընկերների հետ միասին։ Երրորդ հորիզոնական Ընտանիքի տղան։ Ֆիլմը սկսվում է նրանով, որ Նիկոլաս Քեյջը պետք է կատարի ընտրություն կամ պրակտիկա, որը հետո նրան կբերի լավ աշխատանքի կամ գեղեցիկ կյանք Քեյթի հետ։ Բայց նա ընտրում է պրակտիկան եւ մեկնում։ Անցնում է 13 տարի, Նիկոլասը դառնում է մեծ ընկերության նախագահ։ Հերթական աշխատանքից տուն գալու ժամանակ նա զբոսնում է, որից հետո գնում է տուն եւ նրա հետ լինում է մի ամանորյա հրաշք։ Արտանում է Քեյթի հետ իսկ սենյակում վազվում են փոքր երեխաներ, բայց նա չի հասկանում թե ինչ է կատարվում։ Բարեկամներ, ես ուղղակի պաշտում եմ այս ֆիլմը։ Այս ֆիլմը ապացուցում է այն, որ ընտանիքը ավելի կարևոր է, քան գործը։ Ֆիլմը խորհուրդ է տրվում դիտել ընտանիքի հետ միասին։ Кейт. Dai papà, alzati, è Natale, è Natale! Jack, caffè forte. Dov'è la mia Ferrari? Երկրորդ հորիզոնական Հրաշք 34-րդ փողոցում։ Այս ֆիլմը նրա մասին է, որ փոքրիկ աղջիկ Սյուզենը, որը ունի հայր, երազում է լիարժեք ընտանիքի մասին։ Աղջիկը սովորական նման ամանորին պատրաստում է նամակ Սանտային, բայց միաժամանակ չի հավատում Սանտայի գոյությանը, քանի որ Սյուզենի մայրը փոքրուց ասել, որ ձմեռապապ գոյություն չունի։ Բայց ամանորյա շքերթի ժամանակ հայտնվում է մի պապիկ, որը շատ նման էր ձմեռապապիկին։ Իսկ թե ինչ է լինում հետո, իմանաք միայն ֆիլմը դիտելուց հետո։ Ֆիլմը խորհուրդ է տրվում դիտել ընտանիքի հետ միասին։ Եվ առաջին հորիզոնական Ամանորյա պատմություն։ Ֆիլմը պետք է դիտել ամբողջ ընտանիքով։ Այս ֆիլմը դուր է գալիս բոլոր նրանց, ովքեր դիտում են։ Ֆիլմը պատմում է մի երեխայի մասին, ով երազում է ունենալ ամանորին խաղալի կատրճանակ։ Փոքրիկ տղան միշտ մայրիկին խնդրում է, որ գնի իրեն դրանից, բայց մայրը միշտ մերժում է։ Դե երեխային մնում էր միայն գրես Սանտային։ Բարեկամներ, անպայման դիտեք այս ֆիլմը, սա հիանալի տարբերակ է բարձրացնելու համար ամանորյա տրամադրությունը։ Այսքան էր մեր այսօրվա թոփը։ Հուսով եմ հավանեցիք։ Շնորհավորում եմ բոլորիդ գալիք ամանորը եւ ցանկանում ամենալավն ու բարին։ Դե ինչ կհանդիպենք 2017 թվականին։ Առայժմ